Լոս Անջելեսում չեն դադարում բողոքի ցույցերը։ Անցած ուրբաթ օրվանից սկսած հանրահավաքները շարունակվել են նաև շաբաթ եւ կիրակի օրերին։ Ցուցարարները բողոքում են Թրամփի կողմից էմիգրանտների հանդեպ վարվող քաղաքականության դեմ։ Բողոքի ակցիաները նոր թափ առան, երբ այսպես կոչված ICE աշխատակիցները սկսեցին խուզարկությունները։ Դրանից հետո սկսվեցին բախումներ, որոնց ընթացքում ցուցարարները քարեր էին նետում ոստիկանական ուժերի ուղղությամբ, այրում ավտոմեքենաները, պարզելով Մեքսիկայի դրոշը։ Ոստիկանությունը հակառակ քայլեր էր ձեռնարկում, գործածում լուսաձայնային նռնակներ, կրակում ռետինե փամփուշտներով, օգտագործելով արցունքաբեր գազ, պղպեղի փոշի։ ICE-ին որպես կանոն չի գնում այն միգրանտների հետևից, ովքեր դիմել են օրինական ճանապարհով եւ սպասում են իրենց գործերի ընթացքին։ Թիրախում նրանք են, ովքեր ունեն քրեական անցյալ կամ դատարանի կողմից ունեն արտաքսման որոշում։ Կան միգրանտներ, ովքեր արդեն իսկ արտաքսված են եղել երկրից, բայց ապօրինի կերպով կրկին մուտք են գործել Միացյալ Նահանգների տարածք։ Լոս Անջելեսի կենտրոնում այս պահին փակ են 3 փողոցներ։ Քաղաքից մոտ 200 կիլոմետր հեռու տեղակայված են զինվորական գումարտակներ, այդ թվում ծովային հետևակի մարտիկներ։ Մինչ այդ Թրամփի հրամանով 2000 գվարդիական արդեն տեղակայվել էին Կալիֆոռնիայի տարբեր քաղաքներում, քանի որ ցույցերը տեղի են ունենում ոչ միայն Լոս Անջելեսում, այլ նաև նահանգի մյուս քաղաքներում։ Կալիֆոռնիայի նահանգապետն ու Լոս Անջելեսի քաղաքապետը մեղմ ասած չեն ողջունում Թրամփի որոշումը եւ դեմ են միգրանտների նկատմամբ տարվող արշավին, քանի որ ըստ գործող օրենքի նահանգապետի կողմից ազգային գվարդիայի օգնության խնդրանք չի եղել։ Անկարգություններ տեղի են ունենում նաև Նյու Յորքում։ Ուժայինները բերման են ենթարկում ցուցարարներին։ Հաղորդվում է Մանհեթենում մեկ զոհի մասին։ Հիշեցնենք, երթմնակալության օրը հունվարի 20-ին Դոնալդ Թրամփն Ամերիկայի Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի պաշտոնում իր առաջին ելույթում խոստացել էր անհապաղ դադարեցնել ապօրինի ներգաղթյալների մուտքը ամերիկյան տարածք եւ սկսել միլիոնավոր միգրանտների արտաքսման գործընթացը։ Նա նաև արտակարգ իրավիճակի համազգային ռեժիմ էր սահմանել կապված Ամերիկայի Միացյալ Նահանգների հարավային սահմանին տիրող իրավիճակի հետ։ Ավելի ուշ Դոնալդ Թրամփը սոցցանցում շնորհակալություն էր հայտնել ազգային գվարդիային կատարած լավ աշխատանքի համար։